Ինչպես արդեն հասցրել ենք տեղեկացնել, պարուհի Սոֆի Դևոյանը և ամուսինը ամուսնության 1 տարվա կապակցությամբ մեկնել են Մալդիվներ հանգստանալու։ Պարուհին արդեն հասցրել է իր սոցիալական էջերում կիսվել ռոմանտիկ ու շատ գեղեցիկ լուսանկարներով, դրանցից մեկը շատ խորհրդանշական ու հուզիչ է ստացվել։ Նա այնտեղ հանգստացող ընտանիքի լուսանկար է հրապարակել ծնողների և երեխայի մասնակցությամբ և գրել հետևյալը. «Փոքրիկ երազանք»։ Ինչպես երևում է, Սոֆի Դևոյանն արդեն իսկ մտածում է մայրանալու մասին ու խոսում երազանքի մասին սոցիալական հարթակներում։ Իսկ Star News-ը շարունակում է մեկ հոլովակով պատմել աստղային այլ նորություններ ևս։ Սննդաբան Լիլիթ Բասյանն ու իր բրազիլացի սիրելին շարունակում են սոցիալական հարթակներում կիսվել ջերմ ու սիրառատ լուսանկարներով։ Այս անգամ սիրո խոստովանություն անելու հերթը Լիլիթի սիրելիինն էր։ Նա լուսանկար է հրապարակել և գրել հետևյալը. «Սիրում եմ քեզ, իմ թագուհի»։ Օրը նշանավորվել է նաև բլոգեր Ալվինա Ամիրյանի համար։ Լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը։ Բլոգերն ինստագրամյան հարթակում հրապարակել է ընտանեկան լուսանկար՝ իր հետևորդների համար բացահայտելով այս բարի նորությունը։ Իսկ Star News-ը շնորհավորում է զույգին ծնողներ դառնալու կապակցությամբ։ Դերասան և երաժիշտ Գարիկ Պապոյանի կինը, բլոգեր Մարիաննա Վարդանյանը շարունակում է սոցիալական հարթակներում հրապարակել ու կիսվել իր բաղադրատոմսերը։ Դրանք հատուկ են ու շատ համեղ տեսք ունեն։ Star News-ն առանձնացրել է հոլովակները, որով Մարիաննան կիսվել է ինստագրամյան հարթակում։ Ժողովուրդ, մալինան սառացնելու համար սենց լվանում եմ ես և հատիկ եմ տեղադրում, որպեսզի հետո օրինակ սորբեի վրա կարողանամ հատիկով օգտագործել և հետո երբ որ այսպես ընդհանուր ենք սառացնում, բոլորը կպնում են իրար։ Իսկ այս տարբերակով կուզենք կբլենդենք, կուզենք հատիկով կօգտագործենք և բացի այդ հենց այսպես սառած հատիկով ուտելը ինձ համար ամառվա լավագույն դեսերտն է, դրա համար հենց այս տարբերակով անում եմ, երեկոյան արդեն կարող եմ հանել և ուտել, պատրաստ է լինում։ Մի 5-6 ժամ մնում է և իդեալական համեղ բան է դառնում, անպայման փորձեք։ Այսքանը արդեն տեղավորեցի, այսինքն հատիկ, հեսա դնելու եմ արդեն սառցախցիկը և ունենամ այսքան սառացրած մալինա, իմ միջնեկ աղջկա ամենասիրած դեսերտն է։ Ընկերներ, ուզում եմ ցույց տալ այսօր ինչ եմ պատրաստել։ Պատրաստել եմ ոսպով ապուր, որի բաղադրատոմսը իմ էջում կա և այս նույնի սիսեռով տարբերակն էլ ունեմ, իրականում ամեն ինչ նույնն է, բացի սիսեռից։ Շատ համեղ սուպ է դառնում, այսպես եմ գցում ես կանաչին, ինչպես արդեն գիտեք, հետո հանում եմ, որովհետև կանաչի հատիկները չեն սիրում սովորաբար սուպի մեջ։ Այս սուպի իդեալականը այն է, որ ընտանիքի անդամների մի մասը սիրում է հենց այսպես սուպը ուտել, ինչպես տեսնում եք, կարտոֆիլ էլ չկա մեջը։ Կարտոֆիլը այս ջրի մեջ եմ մի փոքր բլենդել, այսինքն բանջարեղենի արգանակի մեջ մի փոքր կես կարտոֆիլ եմ գցել և ընդհանրապես էլ ոչ մի բան չկա, ուղղակի ոսպն է և բանջարեղենի արգանակը։ Եվ հա իդեալականի իմաստը այն է, որ ընտանիքի անդամների որոշ մասն էլ սիրում է կրեմ սուպ։ Սուպի կեսը բլենդում եմ և դառնում է կրեմ սուպ, որը անմահական է, լիմոնն էլ ճզմում ենք մեջը, շատ հավես է դառնում, իսկ որոշ մասն էլ հենց այսպես է ուտում, մի խոսքով այս իմ ընտանիքի սիրած սուպերի շարքին է դասվում, բաղադրատոմսը հեսա գտնեմ, հաջորդիվ կիսվեմ։ Ոնց որ մոռացել ենք իմ էջի ամենաընտիր սիսեռով սուպի մասին, որի արգանակը ուղղակի համից չեք կշտենա, այնքան համով է։ Նախ խաշում ենք սիսեռը, հետո հոլովակում տեսնում եք այն բոլոր բաղադրիչները, որոնք կազմում են արգանակը։ Ամենակարևորներից այստեղ համեմունքներն են։ Նախ ձիթայուղով պատում ենք կացան, այնուհետև լցնում ենք բանջարեղենը, քիմիոն, կարմիր պղպեղ և աղ, այն բոլոր համեմունքները, որոնք տալիս են այդ անմահական համը։ Այնուհետև գազարի փափկելուն պես բլենդում ենք ամբողջ զանգվածը, ավելացնում ենք մեր սիրելի կծու սոուսը և պատրաստ է ամենահամեղ սիսեռով ապուրը։ Ենք այսօր միասին պատրաստելու իռլանդական սուրճը, որը շատ հեշտ է, բաղկացած է 4 բաղադրիչից, իրար հետ խառնում ենք և վայելում ենք Իռլանդիայի շունչը արդեն Երևանում։ Վերցնում ենք 150 մլի սուրճ, ամերիկանո, վիսկի, 40 մլի, Ջեյմսոն կամ իռլանդական Ennius վիսկին, որը չեմ հիշում, բայց անունը անպայման կգրեմ։
սերուցք 35% յուղայնությամբ, իրական բաղադրատոմսի մեջ գնում է սերուցք, բայց ես փորձել եմ ալտերնատիվ տարբերակը եւս տեսնենք կստացվի թե չէ մի քիչ հարած շատ պետք չի հարել հիմա պիտի այս ամեն ինչը խառնենք իրար եւ մատուցենք այս բաժակի մեջ եւ վրան դնում ենք սերուցքը այսպես խոստացված իռլանդական սուրճը արդեն պատրաստ է եւ հիմա այսպես խառնելու ենք եւ վայելենք Դերասանուհի եւ երգչուհի Քրիստինա Եղոյանը շարունակում է Instagram-յան հարթակում հրապարակումներ կատարել իր երկու հրաշք աղջիկների մասնակցությամբ։ Star News-ը ձեզ ներկայացնում է վերջին հոլովակները, որոնք շատ ջերմ են ստացվել։ Բարի լույս, լույսկաբարի լույս, մենք մանկապարտեզից փախել ենք։ Հա, լույս, փախել ենք, որ իրար հետ տեղ գնանք, ուտեմ քիզ։ Այո, գնացինք։ Մանկապարտեզյան Տուտիկա։ Դու սիրում ես քո մանկապարտեզը։ Հա։ Ինչն ես ամենաշատը սիրում։ Մանկապարտեզի տուտիկը։ Ուտելիքներն ես սիրում, խաղալու բաներն ես սիրում։ Հա? Խաղերն ես սիրում, թե մարզանքները։ Ինչն ես մարզանքն ես սիրում։ Շատ սպորտային աղջիկ ես, հա դու։ Քեզ շատ եմ սիրում։ Քեզ շատ եմ սիրում դուս։ Գնանք ճուտիկ մանկապարտեզ, հա? No. Չէ։ Ուր գնանք։ Playground։ Բայց դու մանկապարտեզ պետք է հիմա գնաս, հիմա մանկապարտեզ։ Քսի մաման պիչակ։ Ես էլ քեզ եմ սիրում։ Շատ եմ սիրում քեզ։ Որովհետև դու շատ լավն ես։ Շատ լավն ես, Լյուս։ Գիտեիր, որ լավն ես։ Հաստատ ով էր ասել։ Մամաս։ Մենակ մաման է ասում, որ դու լավն ես։ Քեզ հարցնեմ դու քո մամային շատ ես սիրում։ Ինչու։ Որտեղ ես քո էստեից եմ հելը։ Դրա համար եմ սիրում եմ համույս բան։ Ինչի համար։ Ինձ հացիկ ես տալի ու պահում ես։ Ուտեմ քեզ էլ ինչու։ Որ ինձ տամ ես խան ցեպեր ես ասում։ Ցեպեր եմ անում։ Եթե մամին միրգ լիներ, ինչ միրգ կլիներ, որ դու ասես բռնեիր ուտեիր։ Ինչ միր։ Հա։ Միս։ Իսկ մրգերից միրգը միս չի։ Միսը միրգ չի։ Ասալը։ Նարինջ։ Նարինջ շատ ես սիրում։ Հա։ Հա։ Սա քլխը ջատելա բուտա։ Կենթանի լինեի, ինչ կենթանի կլինեի։ Ունակ բաբ։ Բադ։ Հա։ Կարող է ճուտիկ։ Գոնե։ Հա, գոնե դու։ Կերացնենք մաման կորել է։ Մեկ էլ դու դուրսը մի տխրի, իբր թե։ Նեյա իբր թե կորել եմ, իսկական չէ, ստի։ Ես ասեմ դու ինչ կենթանու ես նման։ Հա? Լացկան նապաստակի ես նման։ Բա մաման։ Հը? Բա մաման։ Գնա մուլտիկ խաղա։ Մուլտիկ նայի։ Ահա, տենց է չէ։